Muay Thai-ի Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ Հայաստանում է։ Մեր երկիր են ժամանել 11 երկրի ուժեղագույն մարզիկները։ Մրցաշարին ներկայ է նաև ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը։ Բացման հանդիսավոր արարողությանը նա ստանում է հատուկ շնորհակալագիր ու խորհրդանշական նվեր։ Ողջունում եմ բոլոր ներկաներին, բոլոր մարզիկներին։ Մաղթում եմ, որ առանց վնասվածքների անցնի այսօրվա այս միջոցառումը եւ առանձնապես ցանկություն ունեմ, որ հանդես գան ավելի ուժեղ մեր հայ ներկայացուցիչները։ Շնորհակալություն։ Բոլոր այսպիսի լավ ֆեդերացիաներին, որոնք կազմակերպում են առաջնություններ, մենք միշտ սատար ենք անելու, օգնելու ենք, օժանդակելու ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվի այսպիսի լավ միջոցառումներ։ Եվ այս առաջնությանը ես նաև մաղթում եմ բոլորին հաջողություն, թող հաղթի ուժեղագույնը։ Առանձնահատուկ շնորհակալություն ունեմ հայտնելու ոչ օլիմպիական մարզաձևերի մարտարվեստների միությանը, որ եղել է մեր կողքը, սատարել է այս միջոցառումը։ Եվրոպայի 17-րդ առաջնությունը Հայաստան է բերել միջազգային ֆեդերացիայի նախագահ Ակաչեյ Չանտոսին։ Եվրոպայի բաց առաջնությանը սեփական երկրպագուների աջակցության ներքո Հայաստանը ներկայանում է բավականին մեծ ու մարտունակ թիմով։ Մեր մարզիկներն արդեն բազմաթիվ հաղթանակներ ունեն։ Նրանցից շատերը նվաճել են նաև եզրափակիչի ուղեգիր ու կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար։ Կիսաեզրափակիչում 75 կիլոգրամ քաշային Գրիգոր Ավագյանի հաղթանակը ամենատպավորիչն էր։ Նա մրցակցին պարտության մատնեց մեծ առավելությամբ։ Շատ ծանր մենամարտ էր, թե լարվածությունը դեր խաղաց, թե ֆունկցիոնալ պատրաստվածությունը, բայց եզրափակչում հույս ունեմ ավելի լավ արդյունքներ գրանցեմ։ Սա մեր երկրին կտա համբավ, քանի որ մեր երկրում է կայանում բավականին մեծ մրցաշավ, որտեղ 11 երկիր է ներկայանում, իսկ մենք պարտավոր ենք հովանավորել, քանի որ այս ֆեդերացիան մեր միության անդամն է։ Muay Thai-ի Եվրոպայի առաջնության առաջին հաղթողները հայտնի կդառնան կիրակի։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։